Հայաստանի գործող ռեժիմը փորձում է ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին։ Ինչի համար։ Ակնհայտորեն կա եւ ներքաղաքական խնդիր եւ արտաքին քաղաքական խնդիր։ Ներքաղաքական խնդիրը ակնհայտ է, գործող իշխանությունը փորձում է վերարտադրվել եկող ընտրությունների ժամանակ եւ իրենց ձեռագիրը նույնն է։ Իրենք փորձում են անել այն, ինչ որ արել են 2018 թվականին։ 2018 թվականին իրենք հայտարարում են, որ երկրում անօրինականություն է տիրում, ընտրությունները կեղծվում են, կոռուպցիա է եւ իրենք գալիս են արդարությունը վերականգնելու համար։ Հիմա նույնպես պետք է հանրությանը մասերի բաժանել եւ նոր գաղափարներ են պետք։ Եվ հանրությանը հիմա իրենք սրսկում են կրոնական մոլեռանդություն, բաժանել տարբեր հատվածների միջոցով արդեն նոր գաղափարի հիման վրա ստանալ ձայներ։ Իսկ որն է արտաքին քաղաքական պատվերը։ Արտաքին քաղաքական պատվերը հասկանալու համար մենք պետք է օրինակներ բերենք Ուկրաինայի օրինակը եւ Վրաստանի օրինակը։ Ընդհանրապես գոյություն ունի կրոնական գեոպոլիտիկա աշխարհաքաղաքականություն հասկացողությունը, որտեղ կրոնների միջոցով մեծ տերությունները կարողանում են վերահսկողության վերցնել մյուս տարածքները։ Կրոնների միջոցով ձևավորվում է ազգային ինքնագիտակցություն, կրոնների միջոցով պետություններ են ձևավորվում եւ պետություններ են վերանում։ Եթե որևէ երկրում լինում են տարբեր կրոնական խմբավորումներ, որոնց միջև կարելի է երկպառակտություն մտցնել, ապա այդ երկրներին կարելի է վերցնել վերահսկողության տակ կամ նույնիսկ քաղաքացիական պատերազմներ հրահրել։ Դրա վառ օրինակները մենք հիմա ունենք։ Սիրիան է, Լիբանանն է, Իսրայելն է, օրինակները կարելի է շատ բերել։ Հայաստանում նման խնդիրներ գոյություն չունեին եւ ահա մենք տեսնում ենք, որ հանրությունը արդեն կրոնական առումով պառակտվում է։ Հիմա գանք Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակին։ 2008 թվականին, երբ որ տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմ, որի հետևանքով այդ երկրների միջև հարաբերությունները վատթարացան, նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չկան, վրացական եկեղեցին եւ ռուսական եկեղեցին կարողացան պահպանել իրենց հարաբերությունները։ Ավելին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան, ճանաչեց Աբխազիան որպես ինքնավար երկրներ, սակայն ռուս ուղղափառ եկեղեցին չճանաչեց աբխազական եւ օսեթական եկեղեցիները եւ թեմերը, հայտարարելով, որ դրանք վրացական եկեղեցու տարածքներն են։ Նաեւ վրացական եկեղեցին շատ կարեւոր դեր ունեցավ իշխանափոխության հարցում։ Վրացական եկեղեցու դիրքորոշման պատճառով իշխանությունը փոխվեց ընտրությունների ժամանակ եւ նաեւ փոխվեց Վրաստանի արտաքին քաղաքականությունը։ Վրաստանը արդեն չէր ցանկանում օգտագործվել աշխարհաքաղաքական կոնֆլիկտներում։ Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ Վրաստանին ուզում են ներքաշեն պատերազմի մեջ եւ իրենք դա թույլ չեն տալու եւ նաեւ արժեքային համակարգի խնդիր առաջացավ։ Վրացական եկեղեցին եւ նաեւ իշխանությունները հայտարարում են, որ այն լիբերալ գաղափարախոսությունները, որոնք իրենց պարտադրվում են, հարիր չի իրենց ազգային նկարագրին, հարիր չի քրիստոնեական արժեքային համակարգին։ Եվ այսօր Վրաստանը կարողանում է շատ հավասարակշռված քաղաքականություն վարել։ Մենք ունենք այլ օրինակ Ուկրաինայում, որի գոյությունը արդեն հարցականի տակ է։ Երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ կամ հեղաշրջում նույնիսկ կարելի ասել 2014 թվականին, շեշտը դրվեց նաև ուկրաինական եկեղեցու վրա, այսինքն պետք է ստեղծել ուկրաինական եկեղեցին աշխարհաքաղաքական պատճառներով եւ տարանջատել ռուս ուղղափառ եկեղեցուց։ Եվ դրա համար իհարկե օգտագործվեց Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը, ճանաչվեց Ուկրաինայի եկեղեցու
ինքնավարությունը, որի պատճառով ռուս եկեղեցու եւ Կոստանդնուպոլի պատրիարքության միջև հարաբերությունները խզվեցին, նաև շատ ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում նաև վրաց ուղղափառ եկեղեցին չճանաչեց Ուկրաինայի եկեղեցու ինքնուրույնությունը։ Սա մի օրինակ է, թե ինչպես եկեղեցիների միջոցով փորձվում է աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել։ Հիմա գանք հայ եկեղեցուն։ Ինչ է իրանից ներկայացնում հայ եկեղեցին։ Հայ եկեղեցին ունի դարավոր դիվանագիտություն, որի շնորհիվ հայերը, որպես այդպեսին, կարողացել են պահպանվել մինչև հիմա, տարբեր կայսրություններում լինելով եկեղեցին կարողացել է համակեցության կանոններ ձևավորել, հայ եկեղեցուն բնորոշ չի եղել երբեք կրոնական մոլեռանդությունը եւ հավատքի հարցը ավելի խորքային է դրվել։ Դրա շնորհիվ դա այն պատճառով, որովհետեւ դեռևս 5-րդ դարից, երբ որ պայքար էր գնում Հռոմեական կայսրության եւ Պարսկաստանի միջև, եւ հայերը հայտնվել էին այն տարածքում, որտեղ այդ հիմնական պատերազմական գործողություններ են տեղի ունենում, եւ եկեղեցին կարողանալով ձևավորել իր ինքնուրույնությունը, իր ինքնուրույն դավանաբանությունը, այդ տարածքում գոյատևելու հնարավորություն ստացավ։ Նաեւ հետագայում արաբների ժամանակ, մոնղոլների ժամանակ եւ նաեւ Օսմանյան կայսրության ժամանակ այս եկեղեցու քաղաքականությունը եւ դավանաբանությունը թույլ տվեց, որպեսզի մենք կարողանանք գոյատևել, քանի որ Վրաստանի օրինակն ենք վերել, նաեւ վերենք Վրաստանի օրինակը։ Օսմանյան Թուրքիայում հայ առաքելական եկեղեցին առանձին միլետ էր, իսկ վրացական միլետ գոյություն չուներ, որտեղ վրացիները համարում են ուղղափառ ժողովուրդ եւ պետք է ենթարկվեն ըստ էության հույն տիեզերական պատրիարքին։ Արդյունքում Օսմանյան Թուրքիայում վրացիները ամբողջովին ասիմիլացվեցին, կամ եթե որոշ խմբեր կան, որոնք ճանաչում են իրենց վրացական ծագումը, այնուամենայնիվ իրենք մուսուլմանություն են ընդունել եւ իրենց քաղաքական գիտակցությամբ իրենց համարում են թուրք։ Նույն process-ը տեղի ունեցավ նաեւ ռուսական կայսրությունում։ Ռուսական կայսրությունում 1811 թվականին վրացական եկեղեցին վերացվեց եւ այն դարձավ ռուսական եկեղեցու առանձին էկզարխատ եւ նույնիսկ դրանց գլխավորները երբեմն ռուսներ էին ընտրվում, սակայն ռուս եկեղեցում Ռուսաստանում հայկական եկեղեցին պահպանեց իր ինքնուրույնությունը եւ ինքնավարությունը։ Էլի նույն պատճառով այդ պատմական դիվանագիտական կանոնների ձևավորման պատճառով եւ նաեւ նրա համար, որ հայ եկեղեցին առանձին դավանաբանություն ունի եւ առանձին եկեղեցի է։ Հիմա հասնելով 21-րդ դար մենք ունենք մի իշխանություն, որը փորձում է կրոնական մոլեռանդություն ներարկել հանրության մեջ արհեստականորեն այդ աշխարհաքաղաքական պահանջները բավարարելու համար, որը նաև իր համար ռեսուրս է վերարտադրվելու համար։ Առաջանում է հարց. եթե 2018 թվականին իրեն գալով իշխանություն հայտարարում են, որ պայքարելու են այն անօրինականությունների դեմ, որը գոյություն ուներ Հայաստանում, որը իրոք գոյություն ուներ, ինչ ստացանք արդյունքում։ Այդ անօրինականությունները շարունակում են մնալ, եւ կոռուպցիան, եւ անարդարությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճակերտներով անկախ դատական համակարգ ունեն։ Հայաստանում ըստ էության հաստատվում է բռնատիրություն եւ ընտրակեղծիքները, որոնց դեմ իրենք պայքարում են, դեռևս ընտրությունները չսկսված արդեն մենք տեսնում ենք։ Սակայն մենք ունեցանք անդառնալի կորուստներ։ Դա Արցախն էր, Հայաստանի տարածքի ինչ-որ մասերն են, այսօր հարցականի տակ է դրված Սյունիքը եւ առհասարակ Հայաստանի գոյությունը։ Եթե այն թերությունները, որ կար մինչև 2018 թվականը 1, 2 կամ 3 սերունդների ընթացքում հնարավոր էր շտկել, սակայն այս կորուստները դրանք անդառնալի են։ Հիմա նույնպես իրենց հասելով ինչ-որ անարդարությունների դեմ են պայքարում եկեղեցու ներսում եւ արդյունքում մենք նույնպես ունենալու ենք անդառնալի կորուստներ։
Եվ առաջանում է հարց, ինչի համար, ինչ որ մի խմբակի շահերի համար այդ կորուստները պետք է տեղի ունենան։ Եվ այստեղ նույնպես առաջանում է հարց, իսկ որն է հայ ժողովրդի այս անտարբերության պատճառները, որտեղ այդ անտարբերության պատճառով մենք արդեն կարող ենք որպես հետևանք ունենալ Հայաստանի պետականության կորուստը։ Այսօրվա թեման չափազանց խորքային է եւ ունի լրացուցիչ եւ մանրակրկիտ անդրադարձի կարիք, որովհետեւ մենք հասկանանք, թե ապագայում մեզ ինչ է սպասվում եւ ինչ սցենարներ կան, մենք պետք է հասկանանք նաեւ մեր պատմությունը, այդ պատմության տրամաբանությունը եւ նաեւ համաշխարհային պատմության տրամաբանությունը, որովհետեւ Հայաստանի պատմությունը հնարավոր չի տարանջանել ռեգիոնալ եւ համաշխարհային իրադարձություններից։ Մենք չգիտենք, թե ինչի համար են առաջանում ազգեր, ինչի համար են ազգերը ոչնչանում, ինչպես են առաջացել կայսրությունները, ինչպես են դրանք ոչնչացել եւ ինչ նշանակություն ունի այդ գործում կրոնը եւ եկեղեցիները որպես կարեւորագույն ինստիտուտ։ Այս ամենի համար մենք ունենք որոշ տեխնիկական խնդիրներ եւ ունենք ձեր աջակցության կարիքը։ Ներքևում գրված հաշվեհամարով կարող եք աջակցել իսկ արտերկրից PaySend եւ այլ հավելվածների միջոցով։